Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօր և վաղը սպասվում են ինտենսիվ տեղումներ։ Գետերում ջրի մակարդակը բարձրանալու է։ Վեդի և Մարմարի գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի գյուղի մի շարք փողոցներ երեկվանից արդեն իսկ ջրի տակ են։ Գետար գետը վարարել և հունից դուրս է եկել, ջուրը լցվել է մարդկանց բակեր և հողամասեր։ Բնակիչների կարծիքով վարարման և հունից դուրս գալու պատճառը գետը չմաքրելն է, որը վերջին անգամ իրականացվել է 10 տարի առաջ։ Նախընտրական պայքարի շրջանակում քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել երկրի զարգացման իրենց տեսլականները։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Կառավարության ղեկավարի փոխանցմամբ փաստաթղթի գաղափարախոսական հիմքը իրական Հայաստանի հայեցակարգն է ու երկրի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ուղերձի ընթացքում վարչապետը մանրամասնել է 2026-ից 31 թվականների համար նախատեսված առանցքային անելիքներն ու ռազմավարական նպատակները։ Նա նաև անդրադարձել է 2021 թվականի կառավարության ծրագրի դրույթներին, դրանք համարելով ներկայիս նախընտրական պլատֆորմի անբաժանելի մասը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր աջակցությամբ կատարել է ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս և տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ձեր Նիկոլ։ Մարզային հանդիպումներն է շարունակում ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանն Արտաշատում կայացած հավաքի ժամանակ անդրադարձել է Արարատի մարզի սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրներին։ Նա մտահոգություն է հայտնել մարզում հանցավորության կտրուկ աճի վերաբերյալ, նշելով, որ վերջին 8 տարում հանցագործությունների թիվը եռապատկվել է, իսկ ծանր հանցատեսակներինը տասնապատկվել։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց քաղաքական պայքարը միտված է բացառապես հանրային շահին։ Իմացեք, որ մեր համար չենք անում դա անում ենք բոլորիս համար, այս պայքարը մեր բոլորիս համար է։ Ու այս ճանապարհը որ գնում ենք, ոչ մի շահ բացի ընդհանուր շահից չունենք։ Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի մարզում չլինի գետ 1 հեկտար, Հայաստանի ամենաբերի մարզում Արմավիրն ու Արարատը, մեր Արարատյան ընդհանուր հովիտը ամենաբերի հատվածն է, չլինի մի մետր որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում ձերբակալված Տաշիր-Պիցցա ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու քննիչների միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին հանրությանը տեղեկացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը և ամփոփել տղերքն արդեն տանն են, մնաց 48 օր, նշել է նա, թերևս նկատի ունենալով հունիսի 7-ի ընտրությունները։ Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանության, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։ Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխազ Ամոյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն ըմբիշտ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Հիշեցնենք, որ այսօր Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները։ Մեր ազգային թիմն արդեն մրցավայրում է։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ միջազգային գրոսմայստեր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանի ձերբակալության մասին։
Ֆիդեն հաստատում է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նկատմամբ առաջադրված նախնական մեղադրանքներին։ Գրոսմայստեր Լպուտյանը զգալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ, ինչպես խաղատախտակի շուրջ, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ։ Եվ մենք հույս ունենք, որ իրավիճակը արագ կլուծվի օրենքի շրջանակում լիակատար հարգանքով բոլոր ներգրաված կողմերի իրավունքների նկատմամբ, նշված է Ֆիդեի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ շաբաթ վաղ առավոտյան ձերբակալվել էին Սմբատ Լպուտյանը, Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու մի շարք աշխատակիցներ։ Լպուտյանը մի քանի ժամ տևած հարցաքննություններից հետո ազատ է արձակվել։